Հայրակ ցամաքեցրել է, արդեն ջրերը վերջացել։ Բավոր դեիցա։ Չէ, դա սա աղբյուր է, դա ամեն դեպքում պատճառ է, բայց բանի ժամանակ բայց ստեղ ինչ արվում է բան։ Հիմա դե տկերն է անում, նախարարությունը ճանապարհային դեպքում Այսինքն պլանը որն է, ինչ են անում։ Դե որ ջուրը ցամաքելը արդեն ամրակայում ամեն Ցամաքելը, բայց դե չէ, սա որ տեսնեք են ժամանակ։ Այսինքն հիմա ասում են որ կսարվի։ Միանշանակ գցելու։ Այսինքն խողովակները չեն գցելու տակից որ։ Գցելու են, գցելու, բայց այն ժամանակ Այսինքն լրիվ դրենաժ պետք է արվի, ճամփի տակով դրվի։ Ժամանակ տեխնիկան որտեղ կպրծներ, բան ոչ չէ, պետք է բանան խոսում։ Ես գիտեի հələ անլուծեք խնդիրը։ Ոստեղ չենք կարող չասել պաշտպանության նախարարության աջակցությունները երկար ժամանակ, տեղական ժամանակ ձեր մեքենաներով պաշտպանության ամեն օր տարով են բերում, ամեն օր տենց երկար ժամանակ, շնորհակալ եմ։ Ում չբարևեցի։ Դրայստորը բարևե։ Երեխեքի տան։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա։ Չի կարասի, հաճար ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեից ահագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Չէ, նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո։ Ներքինը կա։ Դե բաց Հիմա որտե՞ց ենք բերում։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Ինչ մի 15 ջուր։ Ահա։ Всё։ Էդ էլ լուծեցին։ Այս ճամփեն էլ սարքում ենք։ Էս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ, մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալի է որ ճանապարհը այս վիճակին մեքենայի կփչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեմ ներում, մամի, մեկն էլ չէ, կարում է օգնում։ Да если собственной машины нет, ничего. Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն, հողագործություն, Тушакаруем ДТ. Մեկ յոլագում եք։ հասցնում եք։ Вопросов много. Հարցեր շատ կան։ Հարցեր շատ կան, մի քիչ կյանքը մեր немножко что бесит. Нехорошо жить. Ուրախ հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք։ Հենց ճամփեն խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, էս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցը ինչ վիճակում աշխատում է։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից Դպրոցի վիճակ չունի, անբարեկարգա։ Բայց թազա դպրոց նախագծում կա, է։ հա, Որտեղ կթամալի։ Իսկ պարոն Հաշինյան, Մենք բացառություն ենք վերանորոգում համար։ Որ երեկի։ Սա համանամեր Բարձրավան որոտան կարևոր է շատ իրարից հեռու ճանապարհները չեն միանում։ Միակ բացառությունը որ նախարարության համակարգից տեղում որ չենք խոշորացնում երեքը, որտեղ շատ հեռու են դառնում դրանից։ Իրանք էլ դիտեն որ Սարքում է, բայց շինարարություն։ համալիրան նախատեսված, բայց հիմա բան է։ Ո՞վ է դպրոցի տնօրեն։ Հիմա հիմնանորոգվում է։ Դեռ նախագծային պրոցեսը։ Քանի աշակերտ ունեք։ 46 Շատ լավ։ Սպորտի դահլիճ կա։ չկա։ Դե առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Երևի նոր կորպուս կա։ Առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Իհարկե, եթե գյուղը չլճանա, մեզ պետք է բարելավ։ Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Ջողի կյանքը։ Այս սկզբում որ մենք եկել էինք նոր գյուղ, մեզ ունեինք մեծ բան, Երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք ջրը ջրում էինք բանով նասոսով գետից վերցրած այդ երաշխավորում էր գես իսկ հիմա այդ չկա ամի մեկը իր համար նասոս դրի թե ջուր ենք հաշում Էդի խնդրի լուծում չի։ Հիմա մենք դիմել ենք, ասենք մեր քաղաքապետը մեզ ասել է, որ կգա, տրանսպորտ կգա կսարք։ Օրվա կարգավորիչ կայան բանը, բանը, սարքել, պետք է կուտակել ջուրը ու բաշխել։
Պարոն Արուշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող այս ռոռոկման համակարգը։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոկման համակարգը սարքում է, պարոն վարչապետ։ Խողովակները 90% կաշած են։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է որ միացում տան, բասայներն էլ ասած։ Ես չասում եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք, ասենք, հեսա, այս ժողովրդի պիտի դրսում լինի։ Հերթով ժողովուրդ ջան, հերթով ջուրը, ճանապարհը, ռոռոկման համակարգը, դպրոցը հələ եկեք անենք, տեսա որ դպրոցը լինի, դպրոցում դահլիճել լինի, պարտադիր չի, մի հատ դահլիճ դպրոցում լինի, մի հատ դահլիճել ուրիշ տեղում։ Մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք, ասում ենք այդ դահլիճները, տարածքները հավասարապես գյուղի համար է, մեծերն էլ պետք է իրիք ունեն կարենան կան, սպորտով զբաղվեն, այս ամենները։ Մենք մեր բաղը համար ենք եկել։ Ինչ պատմություն է։ Մեր բաղը քանդալ է 4 բաղը։ Ճանապարհի համար, Հիմի խնդիր է այգիներն է։ Մենակ այգիները չի։ Խնդիրը առաջինը գյուղին շատ խնդիրներ ունի։ Գյուղին չունի ջրամբար։ Ջուր։ Ումելու ջուրը համար պակաս։ Հա, չունի։ Դուր ջան, դե տենց հարցեր են։ Դե ձեզ մի բան ասեմ։ Տեսեք, ժողովուրդ։ Հայաստանում տենց գյուղ չկա, որ տենց խնդիր չունենա։ Այսինքն հերթով պիտի սարքեն։ Հերթով կսարքեն։ Բայց այդ եկեք լեմը այդ հողի վրա։ Այդ հողը փաստորեն ձեր սեփականությունը չի եղել։ Դուք խոստովան եք, որ ձեր սեփականությունը չի, մենք է խոստովան ենք, որ մենք սեփական դուք ծառեր եք ունեցել, մի հատ լուծում չունենք։ Այս պատմությունը բայց դա։ Դե Հա, մեզ պասպորտ Դե որ ասում եք մի բան պետք է մտածենք, էլի ինչ Պարոն Փաշինյան, որ չանենք ջղայնանալու։ Չէ, ջղայնանալու չի։ Գիտենք անուն ազգանուն դեմը ծառ, անուն ազգանուն դեմը ծառ։ Ավականին համայնքի, պարոն։ հետո Շնորհակալություն եթե Պաշտոնապես ավականի ստորագրի, որ այո։ Ճիշտ միշտ չկա, ծառերի թվով։ բոլորով, հա, Մի թիվ ենք որոշելու։ Պարոն Փաշինյան, շնորհակալություն։ Ոնց է 16 միլիոնով կարել ես պատկերես։ Դա ինչ է կանում։ Բա փող ունես որ դնես։ Հա, Պետք է անացիսա չեք փողելու։ Բայց դեր Գորիս Տաթև այսինչ է կառուցում։ Դա ճիշտ է, բայց հիմա ինչքան է կսարքես 16 միլիոնը։ 16 միլիոնը Քրիշը կտնես գոնե։ քրիշ կդնեմ։ Հա ռեմոնտը կմնա, ինչը կմնա քո աշխատանքը։ Սվաղներ հնարավորավոր է փողին հերիքի։ Ճիշտ ասած 90% աշխատանքի մենք ընտանիքով ենք կատարում։ Պարոն վարչապետ, իրանք են անում այդ գործողությունը, քիչ գնում փոխում։ Այս եթե մի քիչ էլ մասնագետներ հրավիրվի, արդեն Դե դրա իմաստն է, որ 16 միլիոնը վերցնեք, մի քիչ էլ դուք տնեք ու ստանեք, էլի։ Հիմա որտեղ եք ապրում, տունը որտեղ է։ հիմա հայրական տունս են այդ երկրորդ։ Ես հայրենադարձ եմ 30 տարի այստեղ չեմ ապրել Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց առուծի բաժունի արվում է, չէ՞ 16։ Ներդրում էլ անում։ Հա, արում է։ Եկեն մյուս անգամ որ գամ, հույս ունեմ արդեն բացումը Ապայում։ լավ եք սովորում։ Գնացի։ Սանյակ ֆրանսիացի սննդության ծրագրով է կապակցվել։ Ծրագրի արդյունքը 150 միլիոն դրամի որ հայտնվել է։ Ինչքան է։ 245 Այո, այս բանկը հրամայել է 2018 աշխատում եք արդյոք։ Այո, դասից սկսել եմ աշխատել։ Քանի սաներ եք։ Ներկայապային 120-ին ցուցակն է սամի։ Ավելի հնարավորություն հարվածի։ Լավ գորեք որից։ Երեխան եք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց է։ Լավ, ասել դու ո՞նց ես։ Իսկ նախկինում ինչ ա եղել մանկապարտեզը չի եղել ընդհանրապես։ 53 տարվա մանկապարտեզ։ Բա նորոգման ընթացքում որտեղ է։ Այլ մանկապարտեզներում։
Ստեփան Վարչապետի ցանկացած գումարած կառավարումը կարող Ես սրանք եթե չեմ սպասում դիմանում եմ։ Բայց սա չէ Ստեփանով առանձին սալերով։ Լավ։ Սննդի պահեսն Իսկ սննդի հարցը դուք եք անում, թե արտապարտի վիրակացը։ Չէ, Իսկ միջանովյան մանկապարտեզ, ինչքան միջանովյան է խմել։ Կապանի համայնքի գրանցում է 5000, ովքեր մեր համայնքի գրանցում չունեն։ Ոնց է։ Հիմա ասենք ես սարքել եկեք ֆինանսավորել։ Բացի սալոջախը եւ մսավացը կոնկրետ խոհանոցում մնացած այլ եւ զվացարանը իրերի տեխնոլոգիայի պարագաներ չորանոցներ անկողնային պարագաներ ծնողներն են բերում թե դուք համայնքը դրամադրել է ամբողջ օրին այսինքն շենքը հինայել հիմնանորոգել ամրացումներ են կարել եւ մի կոնկրետ զվարթություն պատշգամբների հաշվին մեծացրել են կոնկրետ օրինակ դահլիճը հենց պատշգամբի հաշվին մեծացրել են նույնը խոհանոցը նախկինում կրկին մեկ ուսարան եւ հիվանդասենյակ չունեին, բայց ելի մեծացման հաշվին դա էր ունեցան։ Լավ է։ Ես դու դեր խումբը տես դերնա։ Արևներ ունեն անում, արևներ կում։ Բանը խումբը ինչ է։ Կակաշներ են, կարմիր են հակվել։ Փորձել ենք նաև գույքը իրենց անման հետ Շատ լավ թողարկել։ Հիմա պապանում այսինքն մանկապարտեզ եղավ, որ շահգործման հանձնել։ Մի հատը նայեցինք, բարձրացանք, մի հատը համարյա ավարտված էր նախորդ անգամ որ գնացինք, ես էլ երրորդն եմ։ Հիմա մենք հիմնանորոգման մեջ ունենք մեկ մանկապարտեզ, ընդհանրապես երկու ամսից կավարտել։ Բայց 3 հատը արդեն շահգործման մեջ է, այն 9-րդն է, 9-րդը, 10-րդը, 10-րդը սարքած, ներվերել, 4 Հիմա երկու հատ է բանալը։ Հիմա օբյեկտիվ ինչքան պահանջարկ կա դեռ։ 4 հատ ունենք։ Երկու հատ է արդեն կառավարությունը վարկել է համայնքը նորոգել է։ Մի հատ պետք է կառուցեն։ Այդ կլնի ամենան մեծը։ Այո։ Շատ է։ Եկեք բարևեի բոլորս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կանաչ դույնը։ Դուք թիթերներն եք։ Բարև ձեզ, լավ է։ Դուք թիթերներն եք։ Ովքեր են ձեր ամենալավ ընկերները, աղավնիները, կակաշները, թե արևները։ Արևները։ Ամենաշատը արևներն եք։ Շատ ապրում։ Այստեղ ավելի Ինչ են անում։ Ձեր մասում են։ Ոնց եք երել։ Դուք ովքեր եք ծծուկներն եք։ Բայց չեմ ասում արմեն։ Օրինակ թե մոլորակներն են։ Բարև ձեզ մոլորակներ, քանի մոլորակ կասկեք։ Լավ եք։ Դուք մոլորակներն եք։ Բա ինչեր է լասա։ Մոլորակները։ Շատ սիրում մոլորակները։ Երեխեք բարև ձեզ, լավ է։ Դպրոց ես գնում։ Որտե ասա դպրոց։ Լավ նորոգած դպրոց, հա։ Լաբորատորիա ունեք։ Ֆիզկուլտի դահլիճ ունեք։ Բասկետբոլի մրցման մասնակցում եք։ Մեծերը։ Դպրոցական լիգան հասել, հա ձեր մոտ։
Համավարչապետներ։ Պարոն Փաշինյան, ճանաչողություններ, կարողություն տոնցը շատ էր խնդրում հեռախոսովս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ մանկապարտեզ ստացվեց։ Անտի, շնորհակալություն։ Քանի անգամ գամ թող խերով։ Շատ լի քիչ չլինի։ Օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնավարման մարմինների, հարգելի ներկայացուցիչներ, էկոպարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ, սիրելի կապանցիներ, շնորհավորում եմ բոլորիս էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Եվ ես հույս ունեմ, որ այս ծառայության նորամուտը հենց ինքնին պիտի նշանակի բոլորիս եւ ծառայության աշխատողների եւ մյուսների վերաբերմունքի փոփոխություն շրջակա միջավայրին եւ շրջակա միջավայրի նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ պարտավորությանը, մեր պետության նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ վերաբերմունքին, մեր պետության, մեր բնության, քաղաքացիների եւ ապագա սերունդների առաջ ունեցած մեր պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է նշանակի սա։ Ես ուզում եմ ընդգծել, որ շատ մեծ պատասխանատվություն է դրած էկոպարեկային ծառայության աշխատակիցների վրա։ Գիտեք, երբ որ դեռ այս մեքենաները, համազգեստները, մնացած գործիքները չկան, մենք շատ կենտրոնացած ենք եւ թվում է թե դժվար գործ է էտա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու եւ աշխատելու է հին վերաբերմունքով եւ հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը եւ քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։ Շատ կարևոր է եւ ես այդ խնդիրը առաջադրում եմ էկոպարեկային ծառայության շրջակա միջավայրի նախարարության առաջ, որ մենք այո ինչ-որ մի կրթական process անցել ենք, բայց նաեւ սա ծառայության, կառավարության, շրջակա միջավայրի նախարարության համար կրթական գործընթաց է։ Զարմանալի չթվա, ես վերջերս կառավարության նիստում անդրադարձա, սկսած մեքենա վարել սովորելը։ Եթե մեզ թվում է, թե մենք գիտենք մեքենա վարել, եթե մենք տեղել ենք սխալ։ Մենք պետք է այս գույքի նկատմամբ մեր վերաբերմունքը արտահայտվի դրանով։ Մենք պետք է սովորենք մեքենա վարել, մենք պետք է սովորենք էքստրեմալ պայմաններում մեքենա վարել, մենք պետք է սովորենք քաղաքացիների հետ շփվել եւ հարաբերվել, մենք պետք է սովորենք հարգանք ներշնչել պետական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների շրջանում։ Մեզ չպետք է ընկալի քաղաքացին որպես կոպեկ փախցնող։ Մեզ չպետք է ընկալի քաղաքացին որպես
թփի հետևում թաքնված իրեն ապօրինության մղող եւ հետևից գնացող, որ 2 կոպեկ առնի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ցավոք միշտ չէ, որ մենք այս նպատակները հայտարարված կարողանում ենք հասնել, որովհետեւ անընդհատ մեր ներսի այդ հին ընկալումը, հին մտածողությունը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում եւ պարզվում է, որ փոխվեց մեքենան, մարդը չփոխվեց։ Պարզվում է, որ փոխվեց հագուստը, վերաբերմունքը չփոխվեց։ Պարզվում է, որ փոխվեց անունը, բովանդակությունը չփոխվեց։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք նաեւ մեր անցած շրջանից դասեր ենք քաղել եւ չի կարելի ուղղակի հանդուրժել։ Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, իր հետ պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի անտառը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չի, որ մենք ուրիշներին չթողենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետքա փոխվի մեր վերաբերմունքը եւ պետքա փոխվի մեր պատասխանատվությունը։ Եվ ուրիշ տարբերակ չկա։ Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է։ Չէ, որովհետեւ իներցիան շատ հաճախ, շատ անհաղթահարելի ուժ է։ Բայց մենք պետք է լինենք հետևողական, մենք պետք է լինենք սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ մենք պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների եւ մեր սերունդների նկատմամբ։ Այսօր աշխարհում ընդհանրապես բնապահպանական գլոբալ աղետ է եւ սա պետք է ուղիղ ասել եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 գլոբալ համաժողովը։ Աշխարհի հարյուրավոր երկրներից պատվիրակություններ են գալու Հայաստանի Հանրապետություն եւ սա մեզ համար մի լրացուցիչ խթան է, որպեսզի մենք վերանայենք եւ վերափոխենք մեր վերաբերմունքը մեր բնության շրջակա միջավայրի նկատմամբ եւ այս process-ը շատ կարեւոր է հենց այդ տեսակետից։ Այսօր առաջին մարզային վարչությունն է սկսում իր աշխատանքը եւ առաջիկայում հերթով բոլոր մարզերում մենք ունենանք էկոպարեկային ծառայություն, որ ինչպես ճշգրիտ նշվեց, մենք անտառների պահպանության 24 ժամյա ծառայություն կիրականացնենք եւ ես էկոպարեկային ծառայությանը մեզ բոլորիս Սյունիքի մարզի մեր սիրելի բնակիչներին հաջողություն եմ մաղթում այս կարևոր բնությունը պահպանելու, բայց նաեւ դա էլ է շատ կարևոր, որ բնությունը պետքա ծառայի մարդուն եւ պետք է Սյունիքի հրաշք բնաշխարհը իհարկե նաեւ հարակից պայմանների ապահովմամբ պետքա հազարավոր զբոսաշրջիկներ բերի Սյունիքի մարզ Հայաստանի Հանրապետություն եւ բնությունը պետք է լինի այն գործոններից մեկը, որի միջոցով մենք կկարողանանք իրականացնել հարստացիր եւ հարստացրու կարգախոսը շատերի համար, բոլորի համար, որովհետեւ իմ գիտելիքը եւ փորձը ինձ ասում է, որ անտառից փայտ գողանալով կամ շատերը չեն հարստացել, կամ էլ համարյա ոչ մեկ չի հարստացել։ Իսկ բնությունը պահպանելով մենք հարստանում ենք բոլորս։ Եվ եկեք հարստանանք բոլորով։ Շնորհակալ եմ։ Այսօր տեղի կունենա էկոպարեկային ծառայողի երթման արարողությունը։ Ես Արտուշ Վահանի Հովանեսյանս ծառայության անցնելով էկոպարեկային ծառայությունում երթվում եմ։ Հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը,
ըստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ծառայական պարտականություններս։ Երդվում եմ։ Բարև ձեզ։ Հիմա տներեք ինչ ունեք, էս ինչա։ Զենք զապաս բանակներ։ Զենքեր ունեք։ Ուրա բաղես։ Բայց տեղա։ Իսկ ինչ զենք է։ Սա ինչա։ Հա, դա այն սարքերով ծառայված մեքենա է։ Ունի մարտավարությունը ունենք 7 մեքենա։ 500 լիտր տարողությամբ։ Հաստեղ ջուր է, ներսը։ Ջուրը մատորոս։ Միացնում ենք անմիջապես աշխատում։ Այսինքն իդեան է, որ գնում կանգնում ենք ու այդ ջուրը անմիջապես աշխատում։ Սա է ձեռով սա ուսապարկեր են, այլ բոլոր մեքենաները մաշինից ուսապարկերից կան։ 7 մեքենաս Իսկ մի անձնակազմը 2 հոգի են, 2 հոգի ու 24 ժամ ծառայություն է իրականացվում։ Մեկ երթախուտ 12 ժամանակ։ Էս ինչա։ Սա ձերքի դյուրակի պլանշետն է։ Մեջի ինֆորմացիա։ Մեջի ինֆորմացիան, ուրեմն քարտեզներն է, որտիսի եկող բարեկները շրջեցի ժամանակ տարածքների տարանջատումը եւ կարողանան տարբերակեն։ Դա ստացիոնար ռադիոկայանն է եւ կա ձերքի ռադիոկայան։ Այդ ռադիոկապն է իրանք։ Այո։ Էս պարոն Սիմիձյան, ֆինանսավորումը մենք քանի տոկոս ենք միջազգային գործընկերներ։ Վարչապետին հիմա ընկալում ենք 2 դրամաշնորհային ծրագրից շուրջ 15 միլիոն ժանդակություն։ Իսկ մենք ինչքան բյուջեն կոնկրետ սումքի դեպքում 660 միլիոն Իսկ մեր ժամանակացույցը ոնց ենք գնալու Դե կախված դրամաշնորհային միջոցներից կազմենք, բայց մենք պլանավորում ենք, որ մինչև 26 թվականի ավարտը բոլոր մարզերում Այս տարի որտեղ եք եկել։ Այս տարի ուրեմն Գեղարքունիք կոտայքն ենք պլանավորում, Տավիշն է մեր երկրորդ գլխավոր մարզը, բայց նաև դրամաշնորհային միջոցների ֆինանսավորման process-ից կապված Որտեղ եք աշխատել։ Որպես շատ ճիշտ որոշում։ Որտեղ եք աշխատել։ Դուք որտեղ եք աշխատել։ Ոստիկանությունից տեղափոխվել եք։ Որտեղ եք աշխատել։ Որտեղ եք աշխատել։
Սոնիկի մարզային ստորաբաժանի կադաստրի։ Տեխնիկ նաև էկո պարետները։ Այդպես է։ Որտե՞ղ է աշխատում։ Սրանք առաջ որտե՞ղ է աշխատում։ Շատ լավ շնորհավոր։ Բարև։ Ես էլ կոպարեցնում եմ։ Վարդապետ կողմնակի կայ։ Շնորհավորում եմ բոլորին, հաջողություն եմ մաղթում։ Շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում։ Կոպարետային ծառայության սննդի մարզային վարչության աշխատակիցներ ծառայությունը շարունակել ըստ տեղամասերի։ Եկո բարեկային էստեղ կտեղակայվի, հետո կտեղափոխվի։ Այստեղ կմնա հայանտառը եւ Իմ իստեղ համ եկո բարեկնա համ հայանտառը։ Եվ սորոչային կանգնել դեպքեն օա։ Զենք է սա։ Ասենք։ Ես Մակարով, չի։ Չէ, Բայկալա ինքը նման է։ Կան դրամատասնինա։ Հիմա 24 ժամ բանախապատում, 4 ժամ բանախապատություն կազմել։ Բարև ձեզ։ Այս կողմն է, բայց մահեկավական Երեխեք, լավ եք, ինչ կա չկա, դուք դպրոցական եք, դուք դպրոցական եք, լավ եք երեխեք, պետք է մրսած է, բարև ձեզ շորջան, լավ եք,